Դու ստանձնել ես իշխանությունը պաշտոնապես 25% աղքատ երկրում։ 7 տարի իշխանության ես, աղքատությունը դարձյալ 25% է։ Դու լիքը խոստումներ ես տվել, բայց 2018-ի ցուցանիշների վրա ես մնացել։ Մնացել ես նույն դասարանի վրա։ 25% աղքատությունը նշանակում է մոտավորապես 700,000 մարդ, այնքան ինչքան քեզ ընտրել է 21 թվին։ Հիմա դարձյալ քեզ վստահելու մոտիվացիան որը պետք է լինի։ Այնպես չէ, որ դու ասեցիր գիտելիք չունեն, դա արդարացում է։ Հələ որևէ աղքատի հարց ուտես կհավատա, կընդունի, որ ինքը աղքատ է, որովհետև գիտելիք չունի։ Չէ։ Դու տարիներ շարունակ այդ մարդկանց մեջ մցրել ես, որ իրենք աղքատ են, որովհետև իրենց թալանել են։ Ու հիմա երբ գալիս ասում ես դու աղքատ ես, որովհետև գիտելիք չունես, ասում են հոп, ընկեր ջան, չխառնես։ Ես աղքատ եմ, որովհետև ինձ թալանում են։ Նպաստ ստացող քաղաքացի գիտեմ, որ ավարտել է 3 համալսարան։ Ազգային ժողովի падգամավորներ ունես քո խմբակցությունում, որոնք չունեն բարձրագույն կրթություն ու ստանում են ամսական մոտավորապես 1 միլիոն։ Հավելավճարով, պարգևավճարով, աշխատավարձ բանով։ Բայց ո՞նց եղավ, որ քո թիմի մարդիկ չունենալով գիտելիք, չունենալով փորձ, քո կողմից հռչակված լինելով տգետ միլիոն են ստանում, իսկ 3 դիպլոմ ունեցողին ասում ես, այ դու աղքատ ես, որովհետև տգետ ես։